Գիրք Ծննդոց, գլուխ 33 Հակոբը հանդիպում է Եսավին։ Եվ Հակոբն իր աչքերը բարձրացրեց ու նայեց, և ահա Եսավը գալիս էր, ու նրա հետ 400 մարդ, և զավակներին բաժանեց Լիայի, Ռաքելի և երկու աղախինների միջև, և աղախիններին իրենց զավակներով առաջ ուղարկեց, իսկ Լիային իր զավակների հետևից և Ռաքելին ու Հովսեփին բոլորից վերջում, և ինքն անցավ նրանց առջևը և մինչև գետին 7 անգամ խոնարհվեց մինչև իր եղբոր մոտենալը։ Եվ Եսավը վազեց նրան դիմավորելու, գրկեց նրան, նրա պարանոցովն ընկավ և համբուրեց նրան, և լաց եղան։ Եսավն իր աչքերը բարձրացրեց և տեսավ կանանց ու զավակներին ու ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Ասաց. «Այն երեխաներն են, որ Աստված պարգևել է քո ծառային»։ Եվ աղախիններն ու նրանց երեխաները մոտեցան ու խոնարհվեցին։ Լիան էլ իր զավակների հետ մոտեցավ և խոնարհվեցին։ Եվ Եսավն ասաց. «Ի՞նչ է քո այս ամբողջ խումբը, որին ես հանդիպեցի»։ Եվ Հակոբն ասաց. «Իմ տիրոջ առաջ շնորհք գտնելու համար է»։ Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբայր իմ, քոնը թող քեզ լինի»։ Եվ Հակոբն ասաց. «Ոչ, խնդրեմ, եթե արժանացել եմ քո շնորհին, ընդունիր իմ ձեռքից նվերս, հենց միայն նրա համար, որ տեսա քո երեսը, Աստծո երեսը տեսնելու պես, և ինձ բարեհաճ վերաբերվեցիր։ Խնդրեմ ընդունիր քեզ բերած իմ ընծան, որովհետև Աստված ողորմեց ինձ, և որովհետև ես ամեն ինչ ունեմ»։ Եվ ստիպեց նրան, նա էլ ընդունեց։ Եվ ասաց. «Վեր կենանք գնանք, ես կգնամ քո առջևից»։ Հակոբն ասաց նրան. «Իմ Տերը գիտի, որ իմ երեխաները փափուկ են, և իմ հետ եկած հոտերն ու արջերները ձագերով են, և եթե մի օր սաստիկ քշեն նրանց, բոլոր հոտերը կմեռնեն։ Ուրեմն թող իմ Տերը իր ծառայից առաջ անցնի, և ես մենակ կամաց կգնամ իմ առջևից գնացող անասունների ընթացքով, մինչև որ գամ Սեիր իմ տիրոջ մոտ»։ Եվ Եսավն ասաց. «Թող ինձ հետ եկած ժողովրդից քեզ մոտ թողնեմ»։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կարիք կա, թող իմ տիրոջ առաջ շնորհք գտնեմ»։ Այսպես Եսավն այն օրը ետ դարձավ իր ճանապարհից դեպի Սեիր։ Եվ Հակոբը Սոքովթ քոչեց ու իր համար տուն շինեց, և իր հոտերի համար փարախներ շինեց, դրա համար այդ վայրը Սոքովթ կոչվեց։ Հակոբը միջագետքից գալիս Սյուքեմացիների Սաղեմ քաղաքը եկավ, որ Քանանի երկրում է, և քաղաքի առջև բնակվեց։ Եվ այն արտի կալվածքը, որտեղ կանգնեցրել էր իր վրանը, Սյուքեմի հայր Եմովրից ծախու էր առել 100 կեսիթայով։ Եվ այնտեղ մի զոհասեղան շինեց և անվանեց Էլ Էլոհե Իսրայել։